Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, ձեռքբերումների մասին է։ Որն է ամենակարևորագույն ձեռքբերումը մարդ արարածի համար։ Այս աշխարհը ունի իր չափանիշները, եւ հոգեվոր աշխարհը ունի իր չափանիշները, եւ սրանք երկու տարբեր աշխարհներ են։ Եվ Սուրբ Գիրքը միշտ խոսում է, որ մենք այս աշխարհից չենք, այո, այս աշխարհի մեջ ենք ապրում։ Տեր Հիսուսն ասեց, այս աշխարհը ձեզ չի սիրելու, որովհետև ինձ էլ չսիրեց։ Նորմալ է։ Աննորմալ բան չհամարեք, եթե սիրված չլինեք, որովհետև նախ ինձ չսիրեց, եւ ձեզը չի սիրելու, որովհետև դուք իմն եք։ Եվ այս աշխարհը ունի իր չափանիշը։ Գոյություն ունեն Forbes-եր, գոյություն ունեն նոմինացիաներ, չէ, Օսկարներ, եւ իրանք որոշում են, ով է ամենահարուստը, ով ամենահաջողակը, եւ այդպես նայելով այդ հորիզոնականներին Forbes-ի կարող ես տեսնել ով ուր է հասել։ Սա իրանց չափանիշն է։ Բայց Սուրբ Գիրքը, Տերը իր չափանիշները ունի հոգևոր մարդ կոչվածի համար, ով որ իրան հավատացյալ է համարում։ Որովհետև շատերն են ասում, որ իրանք սիրում են Աստծուն, իրանք սրտի ծածուկի մեջ սիրում են, բայց ապրում են մեղքի մեջ։ Ոնց ուզում ապրում, ինչ ուզում անում են, հենց որ սկսում ես մի հատ Աստծու խոսք խոսած, ինքը քեզանից շատ է սիրում Աստծուն, բայց իր սրտի մեջ է սիրում, քո նման չի սիրում։ Ամեն Կիրակի պետք չունի եկեղեցի գնալու, աղոտ կանելու, Սուրբ Գիրք կարդալու, բայց ինքն էլ է սիրում Աստծուն։ Եվ ուզում եմ, որ մենք Տիրոջ չափանիշները ճանաչենք, սիրելիներ, որ սատանան չխաբի մեզ, որ չասի դու կարող ես մեղքի մեջ ապրես ոնց ուզում ես, միևնույնն է Հիսուս քեզ սիրում է եւ դու էլ իրան ես սիրում։ Օրեր առաջ ուղարկել էի այս համարը, որպեսզի ժամանակ ունենաք մտորելու այս համարի շուրջ, Հովանու ավետարան 14-րդ գլուխ 21 եւ 23-րդ խոսքերը եւ սրա մասին պիտի խոսեմ։ Խոսում է Տեր Հիսուսը։ Ով որ իմ պատվիրանը ունի եւ պահում է դրանք, նա է ինձ սիրողը, եւ նա ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ հոր կողմից, եւ ես պիտի սիրեմ նրան, եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ Այստեղ ծածուկ սիրո մասին խոսք չկար, այստեղ ամեն բան բացահայտ էր։ Տերն ասում է ինձ սիրողը իմ պատվիրանները պիտի պահի։ Եթե դու չես պահում Տիրոջ պատվիրանը, մի ասա, որ դու սիրում ես Տիրոջը։ Դա ճշմարտություն չի։ Տերն ասում է եւ որպես վկայություն, որպեսզի բոլորը իմանան, որ այս մարդը ինձ սիրում է, ես պիտի գամ եւ ինձ հայտնեմ այս մարդուն, ով որ ինձ սիրում է։ Եվ ում որ Հիսուս Քրիստոս հայտնվում է, այդ մարդու կյանքը չի կարա նույնը եղնի։ Այդ մարդու կյանքը այդ ծածուկ սեր չի, արդեն քո եւ Հիսուսի սերը բացահայտ սեր է, որտեղ դու պահում ես Տիրոջ պատվիրանը եւ քո կյանքը 180 աշճանի տակ փոխվում է, եւ Հիսուս գալիս է քո կյանքի մեջ, ինքն իրան հայտնում է, իր հայրությունը հայտնում է, իր խաչը, մահը եւ հարությունն է հայտնում, քո որդիական իրավունքն ու ժառանգությունն է քեզ հայտնում, եւ քո կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Չես կարա ծածուկ ուղակի սիրես Աստծուն եւ դու չերևաս։ Հիսուս Քրիստոսն ասեց լույսը, երբ որ վառում են, դնում են ամենաբարձր տեղ, ծածուկ տեղ չեն դնում եւ դու այդ լույսն ես։ Դու չես կարա ծածուկ մնաս։ Եթե դու իրապես սիրում ես Տիրոջը, քո լույսը պիտի լուսավորի եւ Տերը պիտի գա եւ իրեն պիտի հայտնի։ Եվ մարդկության ամենամեծագույն ձեռքբերումը, սիրելիներ, սա Հիսուս Քրիստոսի ինքը իրեն հայտնելն է։ Մարդը կարող է իր մասնագիտության մեջ, իր ընտանիքի մեջ, իր շրջապատի մեջ մեծագույն բարձունքների հասնի, հաջողությունների հասնի, որը գովելի է, ուսման մեջ, որ այո գովելի է եւ շատ կարեւոր է, եւ ես կողմ եմ դրան։ Բայց մարդու ամենակարևորագույն ձեռքբերումը, երբ որ Հիսուս Քրիստոս կամենա այդ մարդուն հայտնվել, իսկ Տերը կամենում է, երբ որ այդ մարդը պահում է իր պատվիրանը, փնտրում է Տիրոջ երեսը։ Բնականաբար մենք չենք կարող Տիրոջ պատվիրանները կատարյալ պահենք։ Բնականաբար մենք մարդ ենք մեր տկարություններով եւ մենք ընկնում ենք եւ մենք սխալվում ենք եւ մենք մեղանչում ենք, բայց Տերն ասում է, եթե իմ պատվիրանները ունես եւ Տերը տեսնում է, որ դու քո ամբողջ ջանքը, եռանդը, քո ամբողջ ուժը դնում ես, որ դու պահես Տիրոջ պատվիրանները, քո տկարությունով, քո անկատար վիճակով, Տերը գալիս է եւ իրեն հայտնում է քեզ։ Սա մարդ արարածի ամենամեծագույն ձեռքբերումն է, երբ որ Հիսուս Քրիստոս
կամենում է, երկնքի ու երկրի արարիչը կամենում է, որ գասի, գիտես սիրելիս, ես քո պապան եմ։ Եկել եմ, որ իմանաս, որ դու որբ ու անտեր չես, որ դու իմ նման պապա ունես։ Եվ դու ժառանգություն ունես, ուզում եմ, որ դու տեր կանգնես քո ժառանգությանը։ Սա ամենասքանչելին է, սիրելիներ։ Եվ 23-րդ խոսքում Տեր Հիսուսն ասում է. եթե մեկը ինձ սիրի եւ իմ խոսքերը պիտի պահի, եւ իմ հայրը պիտի սիրի նրան, եւ մենք, ես եւ հայրը, պիտի գանք եւ պիտի բնակվենք նրա հետ։ Սա Սուրբ Հոգու մկրտությունն է։ Եվ երբ որ Տերը տեսնում է քո փափագդ, որ դու կամենում ես, դու սիրում ես իրան, բայց չես կարողանում, դու ընկնում ես, որովհետև դու տկար ես, Սուրբ Հոգին գալիս է եւ մկրտում է քեզ, որպեսզի դու կարողանաս ամբողջությամբ, քո ամբողջ զորությամբ կարողանաս դեմ կենաս մեղքին եւ ապրես Տիրոջ որոշած կյանքը քեզ համար եւ մտնես Տիրոջ կամքի մեջ, սիրելիս։ Եվ սա մարդու կյանքի ամենամեծագույն ձեռքբերումն է, երբ որ այս հանդիպումը ունի Հիսուս Քրիստոս հայտնում է իր անձը եւ գալիս է եւ բնակվում է այդ մարդու կյանքի մեջ։ Պողոս առաքյալն ասաց, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո հոգին կորցնես, ինչ օգուտ քեզ։ Ինչի էլ որ հասնես, նորից եմ ասում, գովելի է, որ հասնում ես, բայց ամենակարևորը այս հանդիպումն է Հիսուս Քրիստոսի հետ, որ հավիտենականության համար է։ Մնացած քո դիպլոմները ու քո ձեռքբերումները ժամանակավոր են։ Մի օր դա քեզ պետք չի գալու, բայց այս հանդիպումը հավիտենական հանդիպում է, երբ որ քո սիրելի հայրը իր անձը բացում է քեզ համար։ Սիրելիս, կանչի այսօր Հիսուս Քրիստոսի անունը, խնդրի, որ գա եւ հայտնի իր հայրական անձը քեզ համար եւ բնակվի քո մեջ եւ օգնի, որ հաղթական կյանք ունենաս եւ լինես օրհնված։